2025 թվականի առաջին կեսում Հայաստանում գործազրկության մակարդակը 12,9% է։ Այս ցուցանիշներով Հայաստանը աշխարհում առաջին տասնյակում է։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2025 թվականի ապրիլին գրանցված աշխատատեղերի թիվը հասել է 783,547-ի, 44,7% աճով 2018 թվականի համեմատ։ Միջին ամսական աշխատավարձն էլ աճել է մոտ 75%-ով, հասնելով 304,992 դրամի։ Գույսունի եկամուտների չափազանց ընդգծված բևեռացվածություն, որը ըստ էության արդյունք է այդ քաղաքականության, որը իրականացնում է կառավարությունը։ Եվ բոլոր պարագաներում մենք չենք կարող մատնանշել մի ուղղություն մարդկային առաջնալ գործվեցար, որտեղ մենք գրանցել ենք հաջողություններ։ Չնայած այսպես կոչված տնտեսական աճին, աղքատության մակարդակը նվազել է միայն 2,7%-ով, հասնելով 23,7%-ի 2021 թվականից ի վեր։ Կառավարությունը նպատակ ունի մինչև 2026 թվականը գործազրկության մակարդակը նվազեցնել 10%-ից ցածր։ Այս նպատակին հասնելու համար մշակվել է 2025-ից 2031 թվականների զբաղվածության ռազմավարություն, որը երիտասարդների, 30-ից 39 տարեկան կանանց և սոցիալական ապահովության շահառուների համար է։ Կառավարության ռազմավարությունը, սակայն, հավատ չի ներշնչում մասնագետներին։